ուրեմն խնդիրները, որ երկրում շատ են, այսօր չէ։ Վաղուց, 30 տարուց ավել, չենք դրա մասին խոսում, բայց այս կարգի լքված, այս կարգի առհամարված ծերեր են ապրում, երեխաներ, նորածիններ, այս թաղամասում։ Ջրի խնդիրն է, ճանապարհի խնդիրն է, լույսերը ամեն օր անջատում են, կարելի ասել ամեն օր աշխատում։ Վերջի տարիներին բերեցին, գծերը փոխեցին, շնորհակալություն, այդ ինչ են, սյուները դրեցին, լավ էր, հա։ Բայց լույսերը անջատվում է, ջրերի հարցը շատ լուրջ է, որտեղ խողովակները ամբողջը պետքա փոխվի։ Եվ մենք ուզում ենք հասկանանք այս խնդիրը չի կարող նորմալ որակի ջուր գա, ես դες կարող եմ ցույց տալ մեր բոլորի ցնցուղները որ կա, կներեք, ворթեր, ժանգոտված, ման դա ջրից է, էլի։ Ուրեմն խնդիրները շատ են, բայց այս կարգի առհամարված լքված լինել, մենք ուզում ենք իմանանք կա մի մարդ ով այս խնդիրը կլուծի, այս քաոսային ճանապարհի հարցը կլուծի, ոչ հյուրա կարողանում գա, ոչ տաքսիներն են ցանկանում գալ, գալիս են փոշմանում են, շատ դժվար է։ Մենք չգիտենք էլ ինչ անենք, իսկ ձմռանը ասեմ, ջուրը անջատում են գրաֆիկի համաձայն, բայց եւ մենք զանգում ենք մարդու պաշտպան, զանգում ենք վիոլա, եւ մի կերպ միացնել ենք տալիս, մի կերպ, որ չսարի, իրանք էլ բացատրում են դուք ձեր ուժերով ջուր եք քաշել, խորը չի, դե բնականաբար տրամաբանական է, խորը չի, սարճում է ջուրը, բայց մենք պետք է ապրենք, մենք համարվում ենք բարձրագույն արժեք, մարդիկ ենք մենք, պետք է ապրենք, ջուր պետք է ունենանք, եղել են տարիներ, շլանգով 150 մետր, մի կերպ տեսել ենք, որտեղ չի սառել, այդտեղից ջուրը բերել ենք, օգտվել ենք, որ ասենք ապրենք։